Բարև ձեզ, ես Ալեքս Ղանդիլյանս 2026 թվականի ստուգատեսի համար պատրաստել եմ բանահյուսության հերոսապատում, որտեղ ցույց կտամ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներին։ Ահա այս նկարում մենք կտեսնենք Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներին։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջին։ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է հուլիսի 24-ին 1994 թվականին ազգային եւ հոգեվոր արժեքների պահպանման եւ բազմապատկման գործում բացառիկ ծառայությունների համար։ Նա ասել է. հայրենիք ստեղծելը հերոսություն է, իսկ հայրենիք շենացնելը առաքինություն։ Վիկտոր Համբարձումյան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է հոկտեմբերի 14-ին 1994 թվականին համաշխարհային նշանակության գիտական արժեքների ստեղծման, գիտության կազմակերպման բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների եւ ազգանպաստ հասարակական գործունեության համար։ Մոնթե Մելքոնյան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է հետմահու սեպտեմբերի 20-ին 1996 թվականին հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Նա ասել էր. Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը։ Ջիվան Աբրահամյան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է հետմահու սեպտեմբերի 20-ին 1996 թվականին հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Վիճե Այվազյան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է սեպտեմբերի 20-ին 1996 թվականին հետմահու հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Մովսես Գորգիսյան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է սեպտեմբերի 20-ին 1996 թվականին հետմահու հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Թաթուլ Կրպեյան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է սեպտեմբերի 20-ին 1996 թվականին հետմահու հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Գեղազնիկ Միքայելյան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է սեպտեմբերի 20-ին 1996 թվականին հետմահու հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Յուրա Պողոսյան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է սեպտեմբերի 20-ին 1996 թվականին հետմահու հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Կարեն Դեմիրճյանը Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է դեկտեմբերի 27-ին 1999 թվականին հետմահու համազգային նշանակության բացառիկ ծառայությունների Հայաստանի շենացմանն ու բարգավաճման ուղղված գործունեության համար։ Նա ասել էր. Մեր ժողովուրդը իր պատմությունը շատ սիրեց, սակայն այդ պատմությունից դասեր չքաղեց։ Վազգեն Սարգսյան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է դեկտեմբերի 27-ին 1999 թվականին հետմահու հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Նա ասել էր. ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պիտի տա։ Շարլ Ազնավուր Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է մայիսի 27-ին 2004 թվականին աշխարհին Հայաստանի ներկայացման գործում եւ երկրի առջև ունեցած բացառիկ ծառայությունների, ինչպես նաեւ ծննդյան 80-ամյակի առթիվ։ Շարլ դե Գոլը Շարլ Ազնավուրին ասել էր. Դուք գրավել եք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել։ Քրքորյան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է
Մայիսի 27-ին 2004 թվականին համազգային նշանակության բացառիկ ծառայությունների Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար։ Նա ասել էր. երբեմն չգիտես, թե որտեղից ուր կհասնես, երբ 9 տարեկանում թերթ էի վաճառում, չէի պատկերացնի, որ մի օր այդ թերթերում իմ մասին էլ կգրեն։ Էդվարդ Էռնեկյան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է սեպտեմբերի 21-ին 2017 թվականին համազգային նշանակության բացառիկ ծառայությունների Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար։ Հրայր Հովակիմյան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է օգոստոսի 27-ին 2020 թվականին առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկրամյա անձնուրաց աշխատանքի համար։ Արկադի Տեր-Թադևոսյան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է ապրիլի 8-ին 2021 թվականին հետմահու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։ Նա ասել էր. Ես առանձնապես ոչինչ չեմ արել, արել եմ այն, ինչ պետք է աներ յուրաքանչյուր հայ։ Նա նաև ասել էր. հերոսներ չեն ծնվում, այլ հերոս դառնում են։ Իսկ հիմա վերջապես ես կներկայացնեմ Նիկոլայ Ռիժկովին։ Ես Նիկոլայ Ռիժկովին կներկայացնեմ տեսապատման ձևով։ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար։ Նիկոլայ Ռիժկով, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս։ Իսկ Նիկոլայ Ռիժկովը Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ստացել է դեկտեմբերի 6-ին 2008 թվականին։ Ստեսություն